Կոչի դրվագով, այսպես կոչված, այում միակ մեղադրյալը Սամվել Կարապետյանն է։ Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտության համար, բայց որը իդեպ ամբողջությամբ ասենք, իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է, ըստ քննչական մարմնի։ Իդեպ սա ուղղակի այն աստիճան իրավական նշանակություն չունի, բայց բոլոր դեպքերում, քանի որ հիշում եմ, նաև հրապարակային հայտարարություններ էին եղել քննչական կոմիտեի նախագահի գլխավոր դատախազի կողմից, նույնիսկ դատավոր Դադոյանի կողմից միջնորդությունը բավարարելով, կալանքը 2 ամիս երկարաձգելով, նշվել է, որ կոչի դրվագով հիմնավոր կասկածը չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում։ Ես հիշում եմ, որ շատ հստակ դիրքորոշումներ էին ներկայացնում, թե ինչ հիմնավոր մեղադրանք է, չէ, կոչի դրվագը։ Նույնիսկ հայկական ժամանակի կողմից ժամեր առաջ հրապարակած, որ պետք է կալանքը երկարաձգվի 2 ամսով, այդ ամենի պայմաններում դատավորի կողմից արձանագրվել է, որ չափազանց ցածր մակարդակում է։ Որպես կանոն, երբ նման արձանագրում է արվում, իհարկե կալանքը պետք է այդ միջնորդությունը ընդհանրապես պետք է մերժվի։ Բայց այդ իրավիճակը չունեցանք։ Ես կարող եմ նաև հստակ ասել, որ այս վարույթի հետ ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ դատողություն ես նյութերի տեսանկյունից չունեմ, որ կատարեմ։ Այստեղ իսկապես կարող եմ դատողություն կատարել, որ քննչական կոմիտեի գործողություններն են։ Կարող եմ ասել, որ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումն է ըստ քննչականի։ Շատ կարևոր է դա։ Իդեպ հետարքիր հանգամանք ենք նաև հենց պարոն Վարդանյանը նշեց, իդեպ Սամվել Կարապետյանի գործը քննվում է նախկինում Պեկի քննչականի կողմից։ Այսինքն դուք որ պատկերացնեք, ենթադրում եմ իրենք հաշվապահական փաստաթղթեր են նայում, մեկ էլ զուգահեռաբար կոչի դրվագ են քննում։ Դե տենց է ստացվում 53 քննիչներով։ Եվ դեռ չեն կարողանում քննել։ Կոչին ավելի լավ է ստացվում։